Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ճիշտ ասած, ուզում եմ մի հատ հետաքրքիր մասից խոսեմ, որ էլի շատերը Աստվածաշունչը կարդում եք, բայց չեք պատկերացնում, չեք հասկանում, չեք գիտակցում եւ այլն։ Ուզում եմ ձեզ բացեմ, այն մասը սա առասպել են վերցնում, որպես Աստվածաշնչից, կոպիտ ասած, ճշմարտություն չեն վերցնում, առակ են վերցնում, ինչ ասես վերցնում եք բացի ճշմարտությունից։ Շատ կարդացած կլինեք, որ Քրիստոսն ասում է ձեզանից որ մեկը որ ուզում է ասում է առաջնորդ լինի, առաջինը լինի, հա, թող ասում է ծառայի բոլորին, հա, ասում է ձեզանից ասում է որ ուզում է մեծ լինի, թող փոքրը լինի, բոլորին ծառա, իրականում։ Էդի երևի լսած կլինեք, կարդացել եք ընկերներ, անցել եք, ուզում եմ էդի մեկնեմ ընկերներ, ճշմարտությունով գրած է, ուղիղ։ Երբ որ այսօր հիմա ինչ որ միտեղ աշխատում եք, ուզում եք հաստատ գիտեմ որ ուզում եք առաջնորդ լինեք այնտեղ, որ ասեք ձեզ լսեն, ձեզ հարգեն, ձեզ պատվեն, չգիտեմ, սենց։ Բայց դուք գիտեք ոնց եք ուզում, ընկերներ, ուզում եք որ վախով ձեզ ավելի շատ հավատան լսեն, հա, այդ գողական աշխարհն էլ այդ բանը վերցնում օգտագործում, հա, որ ես նստած եմ, պետք է ասեմ, պետք է տափեմ, պետք է վախցնեմ, պետք է դուք ինձ լսեք։ Բայց Քրիստոսը ուրիշ բան է ասում։ Ասում է, եթե ուզում եք առաջնորդ լինեք, ստեղ ծառայեք, ասում ուրիշներին։ Շատ ուղիղ գրած ընկերներ, ուղիղ գրած ծառայի նշանակում է, որ ընդ ծանր բան է դրած, հա, որ ասենք ձեր խմբում 10 հոգի են, մի ծանր բան կա, մի ասենք որ մեկին գնային վերցրա տեղափոխի, որ պետք է տեղափոխի, գնա ինքդ վերցրա տեղափոխի, ընկերներ։ Հենց դա էլ մի պատվիրանն է, որ ասում է ինչ որ կուզես որ մարդիկ քեզ անեն դու արա։ Իհարկե կուզեի որ ինչ որ մեկը ծանր բանը վերցներ իմ փոխարեն, բայց ես եմ վերցնում, որովհետև չեմ ուզում որ ուրիշները վերցնեն։ Էդի տենց։ Էլի չեմ ուզում շարունակեմ ընկերներ, որ ինչ որ մի բան է լինում, գիտես չես քանձին խոնարհացրա, քանձին ուրիշներին մի հրամայի, ծառայ ուրիշներին, գիտես, ու իրանք իրանց մեջ արդեն խոնարհվելու են, ասելու են, այս մարդը ինքը իր մեջ իրան խոնարհացնում է, գիտես, որովհետև շատ դժվար է մենք մեր եսին ղեկավարենք, շատ հեշտ է ուրիշին ղեկավարենք, հրաման տանք, չգիտեմ, մի հատ է քրֆենք, կոպիտ եմ ասում, սենց հետևից կամ թաքուն կամ մտքում, որ չանի էլ մի հատ էլ, չգիտեմ, մի ավել բան ասենք եւ այլն։ Շատ հեշտ է այդ ընկերներ, բայց շատ դժվար է կենթանի օրինակ լինելը, որն էլ կենթանի օրինակը հանգեցնում է հենց դրան ընկերներ։ Դուք ձեր անձը խոնարհացնում եք, ու գիտեք ուրիշների մեջ որ տեսնում են դուք որ ձեր անձը խոնարհեցնում եք, իրականում ճշմարտությունով հասկանում են, որ այս մարդը իրականում առաջնորդ է, որովհետև ինքը կարող է եսը խոնարհացնի, իր մեջի մարդուն հաղթի։ Հա շատ զորավոր պարգև է դա ընկերներ, կոպիտ եմ ասում, ձեզանից շատերը այդ խնդիրն ունեն, ձեր եսի այդ խնդիր ունեն։ Մեկը ձեզ մի թթու բառ ասում եք ինձ ասեցիր, դու չգիտես ես ով եմ եղել, բայց դու ով ես այ ընկեր, դու միսու արյուն ես։ Խոնարհացրա մի քիչ քեզ, մի քիչ իջացրա ընկերներ։ Դրա համար եմ ասում, Աստվածաշունչը իրականում շատ ուղիղ է գրած, այնքան ուղիղ է գրած, որ այդ ուղղությունը մարդիկ չեն կարող հասկանալ, հենց ամենահասարակ պարզության համար, այդտենց է գրված։ Դրա համար առասպելներ են սարքում, դրանք հորինում են, նստում են, փիլիսոփայություններ են անում այդ խոսքերի հիման վրա, որովհետև չեն ուզում իրանց եսը խոնարհացնեն, հա, ասում է, չէ, ես իմ եսը խոնարհացնեմ, ասում է, սպասի բան անեմ, մի հատ ուրիշ մեթոդ գտնեմ այս խոսքը մեկնաբանելու եւ այլն։ Ընկերներ, վերցրեք օրինակով, որ դաժե չլսեք, ասեք ես ինչա խոսում։ Ճշմարտությունով ասում եմ, վերցրեք այդ բանը, այդ օրենքը ու ծառայեք, ձեր թմակիցներին ծառայեք, ընկերներ, ծանր բան ալնում դուք տեղափոխեք, չգիտեմ, մաքրելու բանկա դուք տեղափոխեք, մի ասեք, չգիտեմ, մեկը բաժակը խմելա թողելա սեղանին, մի ասա, քո բաժակով պետք է, դու վերցրա, ոչինչ, վերցրա, տար, լավա պետք է լինի դիտեղը, կտենակ, ձեզ առաջնորդ են ընտրել, ուղիղ ձեզ ասում, կտեսնեք կհամոզվեք։ Դրա համար Քրիստոսի խոսքերը 7 անգամ մաքրված են ընկերներ։ Քրիստոսն ինչ որ ասում է, առասպել չի ասում։ Հասկացողի համար շատ հեշտ է հասկանալը, բայց նրանք որ ես ու հպարտություն ունեն, իներսի ես ունեն, դժվար է, չեն էլ կարող հասկանալ։ Դրա համար ընկերներ շատ խորացեք Աստվածաշնչի մեջ, կյանքի բանաձևը, Քրիստոսն է որ մարդուն ստեղծել է, որ մարդկանց ստեղծել է, մարդկանց այդ չար կողմերն էլ գիտի, ինչից ինչն է առաջանում կամ լինում, դրա համար ձեզ խորհուրդներ է տալիս ընկերներ, ասում է որ ուզում է առաջնորդ լինի, թող ուղիղ գրած է։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, շատ կարդացեք այդ Աստվածաշունչը էդի գիտությունների հիմքն է ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ, եթե ուզում եք գիտնական լինեք ու Աստվածաշունչը չեք կարդացել, չեք կարող գիտնական լինեք, ուղիղ ձեզ ասում եմ, այն զորավոր գիտնականները որ կային Էյնշտեյներից բռնցած, սա Աստվածաշունչները ուսումնասիրել էին, սա խորացել էին Աստվածաշունչի մեջ ու հարմարվել էին Աստծո գիտության հետ ու խոնարհվել էին Աստծո գիտության առաջ, դրա համար իրանց նոր գիտություն տրվեց, իրանց իրականում հանճար տրվեց, որ այսօր աշխարհում ինչ որ բան է փոխել։ Աստվածաշունչ կարդացեք ընկերներ, մի մտածեք թե դուք լավ մասնագետ եք, եթե Աստվածաշունչ չեք կարդացել, ցանկացած ոլորտում, կլինի թե հաշվապահ լինես, կլինի թե SMM մասնագետ կլինես, թե մոնտաժ անող կլինես, թե պիլոտնիկ կլինես, չէ՞ հետաքրքրում ընկերներ։ Եթե Աստվածաշունչ չես կարդացել, ուրեմն
այդ պրոֆեսիոնալ մակարդակը չունես։ Ճշմարտությունով ասեցի։ Ումի նման է գողականներին ընկերներ, խոնարհեցրեք ձեր անձերը, որ Աստվածը ձեզ բարձրացնի։ Ուղիղ ճշմարտությունով ասում եմ, որովհետև ուրիշ ճշմարտություն չկա բացի Աստծուց։ Բացի Քրիստոսից ուրիշ ճշմարտություն չկա։ Ով էլ գա որ ասի, «Էսա ճիշտ է, սենցա ճիշտ է», սուտ ասանա, ուղիղ ձեզ ասում եմ, մենակ Քրիստոս Հիսուսն է ճշմարտությունը։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, ցանկանում եմ որ շատ գիտություն ունենաք, օրհնվեք Աստծո կողմից, այդ գիտությունը ու հանճարը օգտագործեք նոքուց ձեր ընտանիքի, ձեր առողջության, Աստծո հետ փոխհարաբերությունների համար։ Օրհնելով օրհնում եմ ձեզ ընկերներ։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։